Ողջույն սիրելիներս, ողջունում ենք ձեզ մեր ալիքում, ինչպես խոստացել էինք, այսօր պատրաստելու ենք ավելի ճիշտ իմ ամուսնու խոստացածներից մի կերակրատեսակ ենք պատրաստելու ենք միսը ֆրանսիական ձևով, չենք մոռացել և բաստուրման և սուջուխ, ուղղակի դրա համար երկար փուլեր են պետք, երկար նկարահանումներ են պետք, որոշեցինք առաջինը սա պատրաստենք։ Փորձենք պատրաստել։ Հուսով եմ ձեզ դուր է գալու։ Եթե դուր է գալու, ապա լայքեք տեսան նյութը։ Հարգելի բաժանորդներ, միսը ֆրանսիական ձևով պատրաստելու համար բնականաբար մեզ անհրաժեշտ է միս, տավարի, մայոնեզ, քերած պանիր, սունկ, լոլիկ, սոխ, կարագ, ամենունդներից աղ և պղպեղ։ Չմոռանանք նաև ձիթապտղի յուղը։ Եվ այսպիսով քերած պանիր ասեցիր։ Անշուշտ։ Եվ այսպիսով պատրաստենք, արդեն սկսենք պատրաստելու։ Տեսնում եք, միսը մենք գնել ենք, մի հոյակապ միս, հիմա մենք պետք է մաքրենք և պատրաստենք մեր ուզած կտորները։ Հիմա երևի մենք միսը մշակենք, որից հետո նորից կհանդիպենք։ Այո, միսը մշակելուց հետո, ավելորդ կտորները և յուղը մաքրելուց հետո վեր ենք կտրատում ենք այսպիսի փոքրիկ կտորների, այս հաստությամբ, քանի որ մենք պետք է դեռ ծեծենք այս միսը և տափակացնենք։ Հիմա կանցնենք այդ պրոցեսին։ Որպեսզի միսը շատ չբարակացնեք, մոտ կես սանտիմ հաստությամբ թողեք, կես սանտիմետր, ծեծում եք ոչ թե այս ատամիկներով, այլ այս տափակ կողմով, որպեսզի շատ չբարակի միսը։ Շատ չվնասենք միսին։ Շատ չվնասենք ու շատ չբարակենք։ Գնացինք, հիշում եք ձեր ամենա ջղային և դաժան օրը և սկսենք։ Եվ ստանում ենք այսպիսի գեղեցիկ ծեծված միս։ Մնացած կտորներն էլ նույն ձևով շարունակում ենք։ Այո։ Բոլոր կտորները, մսի կտորները ծեծեք ու կմիանանք ձեզ։ Սիրելիներս։ Միսը լավ ծեծելուց հետո, տեսեք ինչ բարակ է։ Թողում ենք 2 րոպե, ինքը հանգստանում է և այդ ընթացքում թավան դնում ենք գազօջախին տաքացնելու համար, լացնելով ձիթապտղի յուղ մի քիչ։ Կամ սովորական բուսայուղ։ Հիմա պետք է այս միսը տապակենք։ 2 կողմից, մաքսիմում 2 րոպե ամեն կողմից, մաքսիմում։ Այնքան որ սիրուն գույն է բռնում ու երևում է, որ տապակված է։ Եվ նրանից հետո արդեն հավաքում ենք մեր սունկը։ Կտրատում ենք լոլիկի հետ և հավաքում ենք մեր միսը։ Ուտեստը։ Տապակելուց ավելացնում ենք մի փոքր աղ և սեպիբար։ Աղը շատ չենք օգտագործում, քանի որ մեր պանիրը և մայոնեզը նույնպես աղ են պարունակում։ Մի փոքր աղը սեպող ծաղել ավելացնում ենք հակառակորեն։ Անշուշտ։ Ինչ հաճելի է, երբ որ ամուսնու սխալը կինը ուղղում է։ Այն որ մնում է կողքից մի քիչ կարմիր կամ մեջը, մի անհանգստացեք ժողովուրդ ջան, քանի որ մենք դնելու ենք դեր ջեռոցի մեջ 15-ից 20 րոպե և ջեռոցում արդեն ինքը միսը կհասնի, կդառնա մեր ուզած եփած միսը։ Ստուգում ենք, այ շատ լավ է։ Մի 10-15 վայրկյան պահելուց հետո այս կողմները մի քիչ սիրունացնենք։ Տեսնում եք ինչ գեղեցիկ է և վերցնում ենք։ Եվ անցնում ենք հաջորդ դասին։
ու այստեղ բոլոր մսակտորները այս ձևով տապակում են։ Նույնպես ավելացնելով մի քիչ աղ եւ չնչին սև պղպեղ։ Սիրելիներս բոլոր մսակտորները տապակելուց հետո նորից կհանդիպենք։ Մինչ մեր մսակտորները կտապակվեն, մենք կտրատենք սունկը։ Այսպիսի կտորների են բաժանում, որպեսզի պետք է սունկների փոքր տապակենք։ Ճիշտն ասեմ, առանց ակնոցների մի քիչ դժվար է հարց սիրելիներս։ Ակնոցներ։ Այսօր ես մոտառադրում եմ, անկեղծ ասած կամերայով եմ նկարում, մի փոքր անսովոր է կամերայով նկարելը, եթե ինչ-որտեղ մի փոքր, չգիտեմ, վերակվառ ունի, ներողնեք, հիմնականում հեռախոսով եմ սովոր, այստեղ կամերայով Չմոռանանք մեր չենք մոռանում մսակտորի մաքրել, ընթացքում։ Այսպես շարունակում եք կտրատել, որպեսզի սունկն է տապակում կտրատելուց հետո, մսակտորները տապակելուց հետո սունկը նույնպես տապակելու են։ Խոսքով մենք կատարենք այս գործողությունները նորից հանդիպենք։ Ահա ժողովուրդ ջան, այստեղ ամբողջ մսակտորները տապակելուց հետո հիմա տապակելու ենք սունկը։ ու ձեզ մի գաղտնիք ասեմ, սիրելիներս, որպեսզի սունկը ջուր դուրս չտա, դրա համար սունկը աղ չենք անում, պղպեղ չենք անում, ոչ մի բան։ Միայն կարակ։ Սունկը տապակելու ենք կարակով։ Այո։ Միայն կարակ եւ ոչինչ, տապակում ենք սունկը։ Ու չենք էլ սպասում, որ կարակը հալի կամ ինչ-որ բան։ Մենք տապակում ենք միայն սունկը։ Ժողովուրդ ջան, չափաբաժինները անպայման ես կթողնեմ նկարագրության բաժնում։ Իդեպ ասեմ, որ սա մեր պատրաստման մեր տարբերակն է։ Կարող է տարբեր տարբերակներ լինեն պատրաստման, շատ տարբերակներ, այո։ Կրծքամսով, խոզի մսով, ոչխարի մսով։ Մենք պատրաստել ենք տավարի մսով, մսակարդել։ Մինչ սունկը կտապակվի, մենք կխառնենք իրարը։ Որևիցե հալվող պանիր կարող է օգտագործել, մեզ մոտ մոցարելա տարբերակն է։ Թերած պանիրը եւ մայոնեզը։ Ահա, իրար խառնում ենք։ Այստեղ նաև մի փոքր տապակվեց սունկը։ Հիմա սունկը կսառվի, մի քիչ մենք կտրատենք լոլիկները։ Ցանկալի է շատ բարդ։ Հարգելի բաժանորդներ, ամեն ինչը մեր արդեն պատրաստ է, մենք ինչպես տեսնում եք, այստեղ լոլիկն ենք կտրատել եւ սոխը, որը որ պետք է ավելացնենք արդեն մեր մսի վրա։ Հիմա միսը դնում ենք տապակի մեջ, վրան ավելացնում ենք լոլիկ, եւ սոխ։ Սոխը ըստ ձեր ճաշակի։ Մենք շատ սոխ չենք սիրում եւ ըստ դրա մի քիչ կավելացնենք։ Դուք կարող եք, եթե շատ եք ուզում, շատ կավելացնել։ Այսպես։ Պարտադիր չի, ինչ որ բան չկա, սահմանված հերթականություն կամ ինչ որ բան։
Դուք ձեր ըստ ձեր ճաշակի եւ համի Տեսնում եք, մի տեղ առաջ լոլիկն եմ դնում, մյուս տեղը առաջ սոխն եմ դնում, ոչ մի խնդիր։ Այս ամենը ավելացնելուց հետո ավելացնում ենք սունկը։ Քանի որ մեր տան Կան անդամ, որ չեն ուտում սունկ չեն ուտում, ըստ դրա մենք 2 հատ կթողենք առանց սունկի։ Որից հետո ավելացնում ենք մեր խառնած մայոնեզը եւ քերած պանիրը։ Եվ այսպես պատարագաղի օգնությամբ տարածում ենք։ Ասեմ, որ ջեռոցը արդեն միացրել ենք, միացնում ենք 180 աստիճանից մինչև 200 աստիճան, կախված է ձեր ջեռոցի ուժգնությունից, եւ ջեռոցում մնալու է մոտավորապես 15-ից 20 րոպե։ Տարածելուց հետո արդեն մենք տեղափոխում ենք ջեռոց։ Ինչպես ասեցինք, ջեռոցը միացնում ենք 180-ից 200 աստիճան եւ մնալու է մոտավորապես 15-ից 20 րոպե։ Այո։ Ահա սիրելի բաժանորդներ, պատրաստ է մեր միսը ֆրանսիական ձևով բարյախորժակ։ Հուսով եմ կպատրաստեք եւ կգրեք լավ էր ստացվել թե ոչ։ Սիրելիներս, երևի այսքանով ավարտենք մեր տեսանյութը ու ինչպես միշտ ցանկանանք մնացեք բարյավ եւ խաղաղ սիրելիներս։